Բարև ձեզ, սիրելի գաղափարակիցներ, սիրելի ընկերներ, ես երկար ժամանակ մոտավորապես ամսից ավել ուղիղ եթերներ չէի ունենում, 2 ամիս մոտ, ճիշտ ասած, այդ եթերներ չմտնելու ուներ հիմնականում մեկ նպատակ, իմ կոշտ խոսույթով, երբեմն շատ կոշտ խոսույթով, ես չի ուզում այս փուլում, երբ որ տեսնում էի անկեղծ հնարավորություն ընդդիմադիր երկու խմբակցությունների միավորման հետ կապված իմպիչմենտի շուրջ չէի ցանկանում իմ խոսույթով տալ պատճառ, տալ արդարացում չմիանալու հետ կապված։ Սակայն վերջին 2 ամիսը եւս անցան այնպես, ինչպես դրանց նախորդները, իմպիչմենտի շուրջ Հայաստան խմբակցությունը, ինչպես գիտեք արդեն բոլորդ, Ռոբերտ Քոչարյանի հրահանգով հրաժարվում է միավորվել տարբեր պատճառաբանություններով, դրանց մանրամասն կանդրադառնանք։ Այսօր նաև տեղյակ եք, որ Ազգային ժողովում պարլամենտական լսումներ են լինելու Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու հարցի շուրջ, դա նշանակում է, որ Ազգային ժողովում տեղի ունենալու նիստ, որտեղ ներգրաված են լինելու արտախորհրդարանական տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, անհատներ, ելույթ են ունենալու, փորձելու են հրապարակային հիմնավորել իմպիչմենտի անհրաժեշտությունը կամ միգուցե նաև հրապարակային բացատրել, թե ինչու պետք չի մեզ իմպիչմենտ եւ հետեւաբար իրենց սեփական ուրույն առաջարկով հանդես գալ, այսինքն եթե կան մարդիկ, ովքեր քաղաքականապես իմպիչմենտի դեմ են, ենթադրում եմ, որ այդ մարդիկ, եթե իրոք լուրջ մարդիկ են, ծաղրացումներ չեն, ապա այդ մարդիկ ունեն իրենց առաջարկը, թե ինչ է պետք անել։ Այս պայդրությամբ իմպիչմենտի քաղաքական առաջարկը միակն է իշխանափոխության շրջանակում, իշխանափոխության նպատակի մասին միակ քաղաքական առաջարկն է, սա ուզում եմ հստակ շեշտել, ավելին ասեմ, վերջին 7 տարվա մեջ իմպիչմենտի առաջարկը, օրակարգը եղել է եւ կմնա միակը, որևէ այլ առաջարկ քաղաքական ընդդիմության կողմից վերջին 7 տարվա ընթացքում ռեալ առաջարկ չի եղել, իշխանափոխության եղել են կենացներ, եղել են ինչ-որ պաթետիկ ելույթներ, եղել են մարդկանց, այո, եղել են նաև մարդկանց խաբելու, անամոթ խաբելու դրսևորումներ, մարդկանց հույզերի վրա խաղալու դրսևորումներ, որը այդքան հատուկ է մեր իշխանություններին, որ այդքան լավ եւ ճակերտավոր առումով լավ եւ պրոֆեսիոնալ կերպով իրականացնում է այս իշխանությունը եւ նաեւ ընդդիմադիր որոշ շրջանակներ փորձել էին այդ գործիքակազմից օգտվել, այսինքն տես մի քիչ էլ իրանք խաբեին այս ժողովրդին։ Եվ 7 տարվա մեջ 2018 թվականից մինչև հիմա սա միակ առաջարկն է, միակ ռեալ առաջարկն է, որի շուրջ հնարավոր է համախմբելով իրականացնել իշխանափոխություն։ Նաև Սրբազան շարժման շրջանակներում, եթե հիշում եք, քննարկվում էր որպես հանգուցալուծում իմպիչմենտի տարբերակը, այսինքն որևէ այլ տարբերակ ըստ էության չէր քննարկվում, հետեւաբար ընդդիմադիր գործունեությունը 7 տարվա կարելի է բաժանել հետևյալ մասի գործունեություն, որը միտված է եղել Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելուն եւ անիմաստ զբաղմունքներ, այսպես անպայմանական անունը ֆանարիկային ցույցեր մարդկանց մոլորեցնելու, խաբելու ինչ-որ դրսևորումներ, հա։ Կարճ ներկայացնեմ ոնց այս հարցը մտավ մեր քաղաքական օրակարգ։ Նախ սկսեմ նրանից, որ այս հարցը, եթե հաշվենք մարտ ամսից շուրջ արդեն 7 ամիս է, արդեն հրապարակային եւ վերջնական, տենց որպես արդեն երևույթ մտածա քաղաքական օրակարգում եւ դուրս չի գալիս։ Այդ առումով եւս էքսկլյուզիվ է իմպիչմենտի խնդիրը, հարցը, որովհետեւ երբեք
7 տարվա ընթացքում համենայն դեպս երբեք չի եղել, որ այսքան երկար ժամանակ ինչ որ մի հարց շարունակի մնալ քաղաքական օրակարգում։ Ընդդիմության որոշ ներկայացուցիչներ իրենց ղեկավարի հրահանգով փորձում են այդ օրակարգը չտենալու տալ, շրջանցել, փախնել։ Մենք տեսել ենք նաև լրատվական տաղավարներում ոնց են խոճապահար լինելով փորձում այդ հարցերին չպատասխանել։ Ես նաև գիտեմ, որ շատ լրագրողների հետ հարցազրույցից առաջ մեր որոշ ճակերտավոր ընդդիմադիրներ պայմանավորվում են, որ խնդրում են, որ հանկարծ իմպիչմենտից մեզ հարց չտաք, այսպես բաներ ալու։ Անկախ դրանից, նույնիսկ այդ ամեն ինչի արդյունքում իմպիչմենտը շարունակում է մնալ քաղաքական օրակարգում եւ դա իրականում ռեկորդ է 7 տարվա ընթացքում երբեք չի եղել այսքան երկար մնա քաղաքական օրակարգում որևէ հարց մնա։ Դա իհարկե առաջին հերթին ի շնորհիվ ձեզ 7 ամիս առաջ երբ որ սկսվեց այս հարցը մտնել օրակարգ, դա ուզում եմ շեշտել մեծ մասամբ տեղի ունեցավ Էդգար Ղազարյանի համար ջանքերի արդյունքում։ Հիմնականում մեծ մասամբ Էդգար Ղազարյանի ջանասիրությանը, աշխատասիրությանը եւ քրտնաջան նվիրված աշխատանքի արդյունքն է սա։ Ես ձեր համեստ ծառան ինչով կարողացել եմ ուղղակի օգնել եմ, ներդրվել եմ Էդգար Ղազարյանը իմ ուժերի ներածին չափով ներդրվել եմ, որպեսզի Էդգար Ղազարյանի առաջ քաշած օրակարգը, որ իմ կարծիքով անայլընտրանք առաջարկեր, դա կյանքի կոչվի։ Հետևաբար դուք այն ինչ որ դուք տեսնում եք եւ այն ինչ դուք լսում եք տարբեր լրատվական թողարկումներում, հարցազրույցներում եւ այլն, դա ըստ էության երկու հոգնած մարդու, հոգնած անարդյունավետ պայքարից, հոգնած ընդդիմության որոշ հատվածների եւ իշխանության գործարքներից, կուլուարային ներքին պայմանավորվածություններից, շահերից եւ այլն, եւ այդ ամեն ինչից հոգնած հայրենիք կորցրած երկու մարդու առավելագույն ջանքի ներդրման արդյունքն է։ Ինչը ամենասկզբից հանդիպեց Ռոբերտ Քոչարյանի մեծ դիմադրությանը։ Սկզբում շատ մեծ էր այդ դիմադրությունը, իրականում ձեզ ասեմ, որովհետև ըստ երևույթին Ռոբերտ Քոչարյանը խաբել էր իր խմբակցության պատգամավորներին, իր դեպ ճակերտավոր եմ ասում, որովհետև ես չեմ համարում, որ Հայաստան խմբակցության պատգամավորները Ռոբերտ Քոչարյանի սեփականությունն են, ես վստահ եմ, հույս ունեմ, որ այդ մարդիկ ինքնուրույնություն ի վերջո կցուցաբերեն գոնե ազգային ժողովի լսումների ընթացքում, բայց ամեն դեպքում սկզբում այս իմպիչմենտի գործընթացի ամենաառաջնային փուլում իրավիճակը քաղաքական այնպիսին էր, որ ընդդիմության ներսում այսպես ասեմ ֆլագմանի դերակատարը ստանձնել էր Ռոբերտ Քոչարյանը եւ նրա խոսքը բավական ազդեցիկ էր ամբողջ ընդդիմադիր դաշտի ներսում այդ պահի դրությամբ իսկ իր խմբակցության ներսում ասենց ասեմ օրենքի պես բաներ, այսինքն ինքը ստեղծել էր մի հատ sense միֆ, որ ինքը դա ինչ որ ինֆորմացիաների է տիրապետում, իր հետ ռուսները խոսում են, ինքը Պուտինի ինգերն է, բան, ինքը ինչ որ պայմանավորվածություններ ունի, այս ամեն ինչի շուրջ այդ միֆը իրականում շատ արագ ոչնչացավ, իսկ այդ ժամանակ, երբ որ դեռևս այդ միֆը կար, Հայաստան խմբակցության պատգամավորները ավելի սիրով եւ ավելի, այսպես ասեմ, հավատով էին լցված դեպի Ռոբերտ Քոչարյանի խոսքերը, հա, որ տիպը մի միացեք իմպիչմենտին, էսի հեսա կհանգի, էսի տենց չլնող բան է եւ այլն, եւ Հայաստան խմբակցությունը իրականում տեսնելով, որ այս կողմում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը, որը կրկնում եմ այդ պահին ընդդիմության ֆլագմանն էր, դեռևս այդ պահին չէին հրապարակայնորեն նրան ոչ մեկ չէր քննադատել եւ այդ առումով ինքը անխոցելի էր, ոչ մեկ իրան հրապարակային չէր հարցրել Պուտինի ինգեր լինելու հանգամանքի մասին 2021 թվականի ընտրությունների ժամանակ ըստ իս միտումնավոր պարտվելու Նիկոլ Փաշինյանին այդ հարցերի շուրջ ոչ մեկ հարց չէր տվել, ոչ մեկ նրան պարտված Ռոբերտ Քոչարյան չէր անվանել եւ այդ առումով ինքը բավական, այսպես ասեմ, ազդեցիկ էր եւ իր խոսքը այսպես անցնում էր եւ ինքը հենց ամենասկզբից
ասենց ասեմ, ճակատ կազմեց, չնայած շատ դժվար էր իր համար այս impeachment-ի թեմայի շուրջ իրականում բացահայտ պայքար մղելը, որովհետև կրկնում եմ, սա միակ ընդդիմադիր օրակարգն էր, ամեն դեպքում այսպես ամաչելով, ամոթը հաղթահարելով, երբեմն նաև հրապարակային ստելով Հայաստան խմբակցության որոշ պատգամավորներ թոթովախոս կարողանում էին արդարանալ եւ փորձել այդ օրակարգը արանքից հանել։ Հետագայում, երբ որ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը գոյություն ունեցավ որպես ընդդիմադիր ֆլագման վարկանիշը ոչնչացավ, վերացավ, այստեղ նաև առաջացան տարբեր այլ քաղաքական բևեռներ ակտիվացան իրենց ընդդիմադիր գործունեությամբ, Ռոբերտ Քոչարյանը վերածվեց, արդեն բոլորը այսպես ասած տեսան, որ ինքը պարտված Ռոբերտ Քոչարյանն է, պարտվել է Նիկոլ Փաշինյանին, այդ ամեն ինչը արդեն հրապարակային քննարկվեց։ Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանի ազդեցությունը բավական նվազեց Հայաստան խմբակցության, հատկապես Հայաստան խմբակցության պատգամավորների նկատմամբ, իսկ ընդդիմադիր տրամադրված հանրության շրջանում ընդհանրապես բավական ոչ միայն նվազեց նրա վարկանիշը, այլ նաև բավական բարձրացավ նրա հակավարկանիշը, որովհետև ուրիշ բան է, երբ որ դու քո խմբին հավաքում ես ու ինչ-որ լոլոներ ես կարդում, մարդիկ այտենց ձև են տալի, որ քեզ հավատում են, եւ ուրիշ բան է հանրությունը, որը ոչ մի կերպով աֆիլիացված չի, ոչ Ռոբերտ Քոչարյանի աշխատողներն են, ոչ Ռոբերտ Քոչարյանի մանդատակիցներն են, ոչ էլ ինչ-որ բան է։ Ուղղակի մարդիկ են, ովքեր 2021 թվականին միամտաբար հավատացել են, որ Ռոբերտ Քոչարյանը կրելու է, ու գնացել ձայն են տվել եւ հիմա խոր հիասթափություն են ապրում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Հետևաբար, այս ինչու եմ ասա ասում, բացարձակապես նպատակ չունեմ Ռոբերտ Քոչարյանի նսեմացնելու կամ ինչ-որ սևացնելու, խոսքը ինձ համար կարևոր մասը խոսքի հետեւյալն է, թե ինչքան ինքը ազդեցություն ունի այն մարդկանց վրա, պատգամավորների վրա, ովքեր կարող են ի վիճակի են, այսինքն մանդատ ունեն ստորագրություն դնելու Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու ձևաթղթի տակ։ Այս պայդրությամբ բավական հետընթաց է ապրել Ռոբերտ Քոչարյանի ազդեցությունը, շատ ներքին հարցեր կա, որոնց մասին այս պահին պրոակի ժամանակի առումով եմ ասում, այս պահին չեմ խոսա, բայց ընթացքում մանրամասն ձեզ կպատմեմ, ներքին նաև խմորումներ կան Հայաստան խմբակցության ներսում, ողջունելի խմորումների դեպ ինքնուրույնության տեսքով, այնպես որ կխնդրեի կոնկրետ Հայաստան խմբակցության պատգամավորների մասով գոնեմ ինչև լսումների պահը պահենք կոռեկտության որոշակի գիծը լսումների արդյունքում, արդեն ազգային ժողովի լսումների արդյունքում ըստ պահվածքի, ըստ անհատական պահվածքի նաև կտանք Հայաստան խմբակցության պատգամավորների գնահատականը իրենց մոտեցումներին համահունչ։ Այս պայմանությամբ կրկնում խնդրում եմ կոնկրետ առանձնացնել Ռոբերտ Քոչարյանից Հայաստան խմբակցության պատգամավորներին եւ այս պայմանությամբ ձեռ մի քանի օրվա մասին է խոսքը, 10 օրվա երևի, եթե չեմ սխալվում, շուտով նաև կհայտարարվի ԱԺ-լսումների օրը, մենք այդ կիմանանք։ Այսինքն ԱԺ-լսումների օրը մենք կիմանանք, թե որ պատգամավորը անհատապես ինչ վերաբերմունք ունի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի վերաբերյալ։ Հիմա հաջորդը։ Ինչ էինք մենք նախատեսում իմպիչմենտի հետ կապված։ Որոշ ստախոսներ այս ընթացքում տարբեր եթերներում փորձում էին ներկայացնել, որ դա ինչ-որ ռոմանտիկ, ինչ-որ հեքիաթային, ինչ-որ բան է, որ մենք սկսած նրանից գնում է խոսքը, որ մենք ինչ-որ պատվեր ենք կատարում, Սերժ Սարգսյանի մասնավորապես հանրապետական կուսակցության եւ այլն, վերջացած նրանով, որ մենք ինչ-որ ենթադրենք ոչ ռեալ պատկերացումներ ունեցող մարդիկ ենք։ Էդգար Ղազարյանի մասով կարող եմ ասել շատ պրագմատիկ անձնավորություն է, իր այդ վերջին ամիսներին ավելի սերտ շփվելու ընթացքում համոզվեցին նրանում, որ շատ քիչ մարդ կա, որ իր չափ ռեալիստ կա, կարող է լինել իմ համենայն դեպս իմ ճանաչած մարդկանց շրջանակում, իմ մասով ձեզ ասեմ, ճիշտ է, ես ավելի ստեղծագործ աշխատանքի մարդ եմ, գրքերի, գեղարվեստական գրքերի հեղինակ եմ, ստեղծագործական բազմաթիվ ծրագրեր, հաղորդումներ հեղինակած եւ պրոյեկտներ նաեւ, որոնց մեծ մասի մասին ինչեւ էս
չեմ կարող բարձրաձայն ասել, բայց ամեն դեպքում ես նույնպես շատ պրագմատիկ մարդ եմ, այսինքն շատ պրագմատիկ, մինչև չտեսնեմ, որ դա հաջողության հնարավորություն ունի, ինչ որ մի բան, ես դա չեմ անի։ Որն էր հաջողության բանաձևը։ Սա ես ասում եմ, այս պայից սկսած ես մի քանի լրատվամիջոցներին էլ նաև արդեն խոսացել եմ, նաև լրատվամիջոցների եթերներով այս նույն սխեմատիկ խոսամ, բայց ուզում եմ իմ եթերում նորից ես հիշեցնել, ամբողջ, այսպես ասեմ, բանը զադում կան հետևյալներ, հա, ազգային ժողովի ներսում պարլամենտական ընդդիմությունը, որը մեզ խոստացել է, որ կարելի է, որը մեզ խոստացել է, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու է, կապ չունի խմբակցությունը, որովհետև իմպիչմենտի շրջանակներում խմբակցություն ընդհանրապես կապ չունի վարչապետի իմպիչմենտի։ Օրինակ Աննա Վարդապետյանի իմպիչմենտի շրջանակներում, որին ծիծաղելիորեն, զվարճալիորեն ինչ-որ քննարկում են Հայաստան խմբակցության որոշ պատգամավորներ, այդտեղ նշանակություն ունի խմբակցությունը։ Այդտեղ օրենքում գրած է, որ մի խմբակցություն անկախ նրա չափից, քանակից եւ այլն ինքը կարա դատախազի անվստահության հարցը ներառի օրակարգ։ Իսկ վարչապետի անվստահության դեպքում անհատապես պատգամավորներ, այնտեղ չկա խմբակցություն գրած օրենքի մեջ, այսինքն կարա 6 պատգամավոր ասենք Հայաստան դաշինքից լինի առանձին միանա այդ նախաձեռնության առանց խմբակցության միանալու 3 падգամավոր կարա պատիվ ունեմից միանա, 2 падգամավոր կարա օրինակ ԿՊ-ից միանա, մի падգամավոր անկախներից, ասենց հավաքվեն ու տենց այդ ձևով դիմեն։ Հետևաբար այն մոտեցումը, այդ դաշինքային մոտեցումը, խմբակցային մոտեցումը, որը դրեց Ռոբերտ Քոչարյանը, մենք մեր խմբակցության ստորագրությունները կվեկալենք, ցես չենք տա, մենք դա մերն է, բան ինչ-որ, սենց այս մոտեցումը ինքը մանկապատանեկան, այսպես ասեմ, մոտեցում է, որ տիպը գնդակսիմն է, չեմ տա, չեք խաղա դուք ոչ մեկդ ֆուտբոլ, այս մոտեցումն է Ռոբերտ Քոչարյանի մոտ։ Առաջին մեր քայլը պետքա լիներ, մենք մտածում էինք, որովհետև մենք մտածում ենք, որ այնտեղ բարոյականություն կա, հասկանում եք, ընդդիմադիր դաշտի բարոյականության վրա մեզ իրավունք չենք վերապահել, կասկածենք ես ու Էդգար Ղազարյանը։ Եվ այդ ելակետից ելնելով, որ այնտեղ մեր դիմացը բացառապես բարոյական մարդիկ են ու իրանց ուզածը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, մենք այդ չելենջը արեցինք, ասենք պետքա ազգային ժողովում, ովքեր որ ուզում են Նիկոլը գնա, միանալ մի հատ թղթի տակ ստորագրեն։ Այդտեղ պարզվեց, որ այդքան էլ տենց չէին։ Հաջորդ քայլը հեսա դրան կանրադառնամ ինչ պարզվեց։ Հաջորդ քայլով պետքա այդ արդեն միացած ազգային ժողովում միացած պարլամենտական ընդդիմությանը միանար նաև արտախորհրդարանական ընդդիմությունը, այսինքն մարդիկ, կուսակցություններ, ովքեր որ պարլամենտում արտացոլված չեն, մանդատ չունեն, բայց ընդդիմադիր դիրքերից են հանդես գալ, այսինքն իրանք տեսնելով որ պարլամենտական ընդդիմությունը արդեն միասին է, իսկ մենք ենթադրում էինք, որ տենց է, իրանք էլ են միանում, ասենք, միանումը խոսքի օրինակ եմ ասում, պայմանական Գագիկ Ծառուկյանը, Հարկաբաց Հայաստանով Արթուր Վանեցյանը, օրինակ եմ ասում, Ավետիք Չալաբյանը, Վազգեն Մանուկյանը ԱԺՄ-ից, չգիտեմ, այլով կա այդ արտախորհրդարանական ուժերի շրջանակներում, բոլորը, ովքեր որ խորհրդարանում չեն, մանդատ չունեն, բայց իրանք ընդդիմադիր են, իրանք էլ են միանում։ Ընդ որում կրկնում եմ առանց մեզ հանգրց չմտածեք մենք էլ մեզ պատկաստ մենք ես ու Էդգարը ասած դրոշով դեմից գնում ենք չէ տենց ման չկա մենք ծառայի կարգավիճակով թե ես թե Էդգար Ղազարյանը պատրաստ ենք այդ ամեն ինչին ծառայենք այսինքն ոչ թե երևայինք ոչ թե ասենք եկեք մեր հետևից բան մենք հելանք չէ տենց չէր ելնելու դες մենք նպաստեինք այդ միասնականությունը տարածվեր խորհրդարանից դուրս այդ երրորդ քայլով այդ ամբողջ միասնականությունը ժողովուրդը տեսնելով, հանրությունը տեսնելով հասկանալ, որ սա այն պայքարն է, որը միավորել է ամբողջ ընդդիմությանը, հետևաբար վստահելի է, վստահելի պայքար է, հա ընդ որում նաև եկեղեցին է օրհնելու այդ պայքարը մեր պատկերացումների մասին է խոսքը կրկնում եմ, սա այստեղ նույնիսկ մենք չենք հասել այդ փուլին, որ այդքան մարդկանց հետ խոսանք։ Ու մտնում ենք ազգային ժողով, հանրությունը ողջավորված այդ բացարձակ միասնականությունից այդ ժամանակ նոր դուրս է գալի փողոց, իր փողոցում գտնվելով աջակցում ազգային ժողովում արդեն տեղի ունեցող process-ներին եւ մենք այդ հանրային մեծ այդ միասնականության սիրո մթնոլորտում առանց որևէ բռնության, առանց որևէ ապօրինի գործողությունների եւ այլնի մենք հասնում ենք նրանք, որ ԿՊԱ-ականները նախ սկսում ենք այդ ժամանակ ԿՊԱ-ականների հետ արդեն
այսպես ասած ապաշխարա բանակցել եւ արդեն գնում ենք այդ ԿՊԱ-ականներին, ովքեր որ այս պայդրությամբ արդեն իրենց համաձայնությունը տվել են միանալու impeachment-ին, անհրաժեշտության դեպքում այդ պայն ցած խորրամ, այսպես ասած, խմբային կպտում են այդ process-ին ու արդեն տեղի այդ մարդկանց միացող ԿՊԱ-ականների անվտանգությունը ապահովում է հավաքված հանրությունը, մարդիկ փողոցում այդ ԿՊԱ-ականները, ովքեր պոկվում են Նիկոլ Փաշինյանի ապազգային հակապետական քաղաքականությունից ու միանում են ժողովրդին, իրանք նաև ունենում են ժողովրդի պաշտպանություն, դեռ իրանք իրենց մանդատով, իրենց ստորագրությամբ նաև օգնելու են, որպեսզի մենք ազատվենք Նիկոլ Փաշինյանից։ Այս ամբողջ պատկերն է։ Ես խնդրում եմ ասեք մի հատ Ժորժ ջան, այստեղ որ մի կետն էր, որը այտենց անհնար էր։ Որ մեկը։ Մենք առաջին կետում ունեցանք խնդրեմ, պարզվեց մեր ընդդիմադիրներից ոչ բոլորն են բարոյական։ Առաջին հերթին բարոյական առումով։ Երկրորդ հերթին պարզվեց մեր ընդդիմադիրներից ոչ բոլորն են, ովքեր ցանկանում են, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա եւ պատրաստ են այդ օրակարգի շուրջ համախմբվել։ Հետևաբար պարզվեց, քանի որ այդ նույն մարդիկ, ովքեր պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանի հեռացման մասով ոչ մի բան չեն ցանկանում, նաև հետ հայացքով ռետրոսպեկտիվ տեսանք, որ այդ նույն մարդիկ մեզ տարբեր ժամանակներում կոչեր են արել, որ մենք դուրս գանք փողոց, ինչ որ իրանց հետևից տենց անկապ sense քայլենք, հա։ Որոշ մարդիկ, երբ որ կոչ էին անում մեզ դուրս գալ փողոց, կոչեր էին անում, զարթնի լաուներ էին գրում իրանց պատերին, տենց գրում էին ու թռնում էին Ամերիկա, հենց այդ նույն ժամանակ, օրինակ, տենց դեպքեր էլ եղել, դրանց էլ հեսա մանրամասն կանդրադառնանք արդեն, ոնց որ թե ժամանակը գալիս է այդ ամեն ինչին հաթաթարնելու, անդրադառնելու։ То есть մարդիկ, ովքեր ձեզ կոչ էին անում դուրս գալ փողոց, ասում էին դուրս եկեք փողոց, դուրս եկեք, տենց դուք դուրս եք գալի, իրանք արդեն բանում էին։ Լոս Անջելեսում էին լինում այդ օրը, հենց նույն օրը։ Գնում էին իրանց անձնական գործերով։ Հիմա հարցը չի, հարցը այն է, որ Ռոբերտ Քոչարյանը փորձեց impeachment-ը կանգնեցնի, կասեցնի, Նիկոլ Փաշինյանի անվստահության գործընթացը կասեցնի առաջի կետում։ Առաջի կետը հիշում եք, խորհրդարանական ընդդիմության միասնություններ, որը տեղի այս պահը տեղի չի ունենում, Հայաստան խմբակցությունը հրաժարվում է ստորագրություններ դնի, ոչ միայն ստորագրություններ դնի, Ժորժ ջան, այստեղ արդեն մենակ ստորագրության հարց չի, մենք տենց ընկել ենք իրանցից, ասում ենք, հա լավ, մի հատ գոնե ստորագրություն դրեք, բան, բայց մենակ այդ չի։ Իսկ թե մարդը մանդատ է ստացել, որ մտնելու ազգային ժողով Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգով, այդ մարդը ինձնից առաջ պետք է անցներ, այսինքն պետք է չհասներ նրան, որ ես չունենալով մանդատ, Էդգար Ղազարյանը չունենալով մանդատ, գայինք այդ մարդկանց, բզեինք, ասենք, արա իրար եկեք, 4 տարուկես պորտաբույցի նման այդտեղ լրվել եք ազգային ժողովում, պետք է մի բան կարայիք անեիք ձեր մանդատով, impeachment-ը դա չեք անում, բա ինչի համար եք այդտեղ։ Այսինքն բանը պետք է դրան չհասներ, որ այս խոսույթը պետք է չլներ ընդհանրապես։ Բայց հիմա հասել է նրան, որ մենք ասում ենք, ախպեր դուք պորտաբույց եք, հա օքեյ, դե պորտաբույցի տեսքով շարունակեք ձեր կայֆերը, բայց դե մի հատ ախպեր ձեր ստորագրությունը դրեք, մենք այդքան տենանք, մենք ոնց ենք հանում Նիկոլին ախպեր։ Սա այտենց պետք է չլներ։ Իրանք պետք է ոչ միայն ստորագրեն, իրանք պետք է այդ ամեն ինչը կազմակերպեին, իրանք պետք է մամուլի ասուլիսներով հանդես գային, հարցազրույցներով, մարդկանց ոգևորելով, կոչանելով, միավորումը ցույց տալով եւ այլ, որ մենք այդ սաղ այդ հանային դաշտը ակտիվացնելով բանով կանենք այդ հարցը լուծեինք։ Այդ իրանք չեն անում։ Իրանք հիմա բազար են անում, թե ում վրա է պատասխանատվությունը, այսինքն մենք դաժե հասել է այն աստիճանի, որ իրանք ասում ենք ձեր մեջ միակ արժեքավոր բանը ձեր ստորագրությունն է, հասկանում եք, ասենք ինչ վիրավորական է, այսինքն ինձ տենց բան ասեն, ես կվիրավորվեի շատ խոր։ Եթե ինձ գային ասեին, ախպեր, Նիկոլի հեռացման, ես լինեի падգամավոր, ինձ գային ասեին, ապա Նիկոլի հեռացման համար դու вообще ոչ մի բանի պիտանի չես, մենակ ստորագրություն ունես, այն էլ օրենքով նախատեսված էտա քո մեջ է արժեքավոր բանը։ Հիմա այդ արժեքավոր բանը մնացել է, այսինքն իրենք հրաժարվել են Նիկոլի դեմ պայքարելու որևէ տարբերակից, գնում են Քոչարյանի հրահանգով գնում են տարբեր եթերներ, կենացներ են ասում, Նիկոլից են բողոքում, նվնվում, պատմում են թե ինչքան վատնա Նիկոլը, ձեզ բոլորիդ, ու վերջում ոչ մի առաջարկ չեն անում, թե ինչ ալնել, ոնց են հանելու Նիկոլին, այդ էլ չեն անում, ցրվում, թռվում գնում են իրանց գործերով։ Ինձ թվում է ժողովուրդն էլ էշա այս ամեն ինչը տեսնում է, ասում է, այսիշ լավ խոսացին արա այս падգամավորն, այսիշ խրոխտ հարցեր տվեցին ազգային ժողովի ամբիոնից, այսինչ լավ տփոց կերան Նիկոլի падգամավորից, այսինչ լավ հարցազրույցներ կենացներ ասեցին, այդքան իրանց անտրեմ։
Ուրեմն այդ առումով ասեմ վատ լուր ունեմ ձեր համար, այն падգամավորները, ովքեր այս բայ մինչև այս process-ի ավարտը չեն միանա impeachment-ի գործընթացին, ես իրանց քաղաքական կենսագրությունը կթաղեմ։ Անկեղծ եմ ասում կթաղեմ։ Խոսքը բացառապես ընդդիմադիր падգամավորներին է վերաբերում, որովհետև ԿՊԱ-կանները ինձ խոսք չեն տվել, որ Նիկոլին կհանեն, ի տարբերություն ընդդիմադիրներին։ Ես կթաղեմ։ Եթե իրանք մտածում են, որ իրանք որևիցե նորաստեղծ ուժի մեջ են մտնելու, որպեսզի անեն փորձ ունեցող բան, թաղելու եմ նաև այդ այն ուժը, որտեղ իրանք կփորձեն հանգրվան գտնել։ Հետո այս սա դեմից ասում եմ, ժողովուրդ ջան, խնդրում եմ ուշադիր լսեք, հատկապես նաև արտախորհրդարանական բավական պերսպեկտիվ ուժերի մասին խոսքը գնում է, որ մի ուժի մեջ կմտնի падգամավոր, որը ստորագրություն չի դրել impeachment-ի շրջանակում, այդ ուժի հետ ես արդեն ունեմ խնդիր։ Ոնց կլուծեմ այդ խնդիրը, ցույց կտա։ Հիմա սա ես ասում եմ, սա ես պահելու եմ այս վիդեոն, որ հետո, երբ որ էմիսարներ ուղարկեք մոտս, ասեք ախպեր բախի, սենց բախի, Մալեն ջան, խնդրում ենք մի արա, մի հարցակվի, բան մի արա, ես այս վիդեոն ձեզ ցույց տամ, ասեմ ախպեր ջան, ես այսօր ամսի քանիսն է, 16-ն է իմ հիշելով, եթե չեմ սխալվում, ամսի 16-ին սեպտեմբերին ես դա ձեզ զգուշացրել եմ։ Հարգելի քաղաքական ուժեր, ովքեր պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին, այսինքն արտախորհրդարանական ուժեր են, որոնք մանդատ չունեն, այս պայդերությամբ impeachment անելու եւ քանի որ ոչ մի բան չի ձեռնարկվում, ենթադրաբար պատրաստվում են ընտրություններ։ Եթե ձեր որևիցե ցուցակի մեջ կներառեք ինչ որ մի падգամավորի, այս բանի падգամավորներից, որը չի դրել ստորագրությունը impeachment-ի ներքո, ժողովուրդ ջան, չենք նեղանում իրարից։ Ես թաղելու եմ այդ падգամավորի ապագան քաղաքական, հետեւաբար եթե ձեր ուժն էլ կվարկաբեկվի այդ արդյունքում, դա ինձ կներեք, այլ չի հետաքրքրում ընդհանրապես։ Այս գլխից խնդրում եմ ձեր բանակցությունների մեջ այդ հաշվարկը վերցրեք, որ դուք եթե վերցնում եք падգամավոր մարդ, որը հիմա падգամավոր է, ձեր ցուցակում, ձեր ապագա ցուցակում, որը չի միացել impeachment-ին, մենք իրարից չենք նեղանում ժողովուրդ ջան։ Այս շատ հստակ ասեցի, այս մասը կտրելու եմ վիդեոյի ու ով գա մոտս խնդրանքներով, Մալեն ջան, սենց Մալեն ջան, հենց այդ վիդեոն տալու եմ, ասեմ, ախպերես, էսի նայ։ Ես հրապարակային ասել եմ այս ամեն ինչը, նեղանալ չկա այլևս իրարից։ Ուրեմն Ռոբերտ Քոչարյանին հաջողվեց այս մինչև այս վերջի պահը, մինչև այս վերջի 10 օրը կասեցնել impeachment-ի գործընթացը, կասեցնել Նիկոլին անվստահություն հայտնելու գործընթացը։ Ռոբերտ Քոչարյանին հաջողվեց, պարտված Ռոբերտ Քոչարյանին հաջողվեց բան անել impeachment-ի Նիկոլի իշխանությունը երկարաձգել էլի։ Ոնց որ 21 թվին Նիկոլին պարտվելով երկարաձգեց Նիկոլի իշխանությունը, հիմա էլ Ռոբերտ Քոչարյանին ես ընդունում եմ հաջողվեց պահպանել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Ես չգիտեմ, ենթադրում եմ ինչի համար է դա արվում, կարող է դա արվում է շահերից ելնելով, ինչ որ բաներից ելնելով, տենդերներից, ասֆալտի, Տոյոտաների միգուցե տենդերներից, պետական, որը գյուր ստանում է Ռոբերտ Սեթրյակիչը, միգուցե շատ տարբեր պատճառներ կա, միգուցե ինքը ինչ նստած Պուտինից կամ Կիրիենկոյից զանգի է սպասում, ենթադրելով, որ ինքը Պուտինի ընկերն է, եւ շատ բաներ կան, ինձ հետաքրքիր չի։ Այս պայդերությամբ արձանագրում եմ, որ մինչև վերջին 10-15 օրը Ռոբերտ Քոչարյանին հաջողվեց պահպանել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Պարտված Ռոբերտ Քոչարյանը պահպանեց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Բայց հիմա ստրատեգիան փոխվեց։ Եթե հիշում եք, ես ասի առաջի քայլ խորհրդարանական ընդդիմության միավորում, երկրորդ քայլ արտախորհրդարանական ընդդիմության միավորում եւ դալշա արդեն հանրություն, բան գիտեք։ Հիմա ստրատեգիան փոխվեց։ Հիմա արտախորհրդարանական միավորումը այս ԱԺԼՍ-ների արդյունքում լինում առաջի կետը, այսինքն ոչ թե ազգային ժողովում են խմբակցությունները միավորվում, ազգային ժողովի խմբակցություններով ամեն ինչ պարզ է արդեն։ Պատիվ ունեմ առաջադրել տեխնացու, իդեալական տեխնացու, անցումային կառավարության իդեալական տեխնացու Դավիթ Համբարձումյանին, այսինքն տեխնացու, որի հետ ոչ մի խնդիր չունի, ոչ պատիվ ունեմ խմբակցությունը, որ առաջադրել է բնականաբար չունի ուտև իր առաջադրածն է, ոչ Հայաստան խմբակցությունից, ոչ մեկ մի հոգի
Դավիթ Համբարձումյանի տեխնացության շուրջ բացասական կարծիք որևէ падգամավոր, հետևաբար այդ падգամավորը հանդիսանում է նաև Դավիթ Համբարձումյանի ընտրող, բացասական կարծիք չի ասել, որտեղ իրականում չկա։ Իրականում ինքը իդեալական կազմակերպիչ է, իդեալական գործիչ է, որը զերծ է քաղաքական ամբիցիաների այդ գայթակղություններից եւ իր գործունեությամբ ցույց է տվել նաեւ նախկին գործունեությամբ, որ գաղափարապես ինքը ազգային գործիչ է, այսինքն միտված է իր գործունեությունը ազգայինի։ Խնդալու բան ձեզ կասեմ, նույնիսկ ՔՊ-ից ոչ մեկ ըստ էության բացասական գնահատական չի տվել Դավիթ Համբարձումյանին, ավելին ձեզ ասեմ, ՔՊ-ից նոր դուրս եկած Հովիկ Աղազարյանը նույնիսկ անկեղծացավ մի անգամ, ասաց, որ իր բարեկամները ՔՊ-ին ինքը զանգել է իր բարեկամներին ընտրությունների ժամանակ, ասել է ՔՊ-ի տեխնացուին կընտրեք, բայց իր ՔՊ-ի ՔՊ падգամավորի զանգը արհամարելով իր բարեկամները գնացի ընտրել են Մասիսում Դավիթ Համբարձումյան։ Հետևաբար դա էլ եւս մի ոնց որ գործոն, որպեսզի հասկանաք, թե ինչքան մեծ հեղինակություն ունի տեխնացուն իր կառավարած հատվածում, համայնքում, հա, եւ հետևաբար ինքը իդեալական տեխնացիա։ Ինչու եմ ես ձեզ այս ամեն ինչը պատմում։ Ըստ էության բոլոր պրոցեսային փուլերը մենք արդեն պատրաստ ունենք։ Մենք ունենք պրոցես, ստորագրություններով արդեն գոյություն ունեցող impeachment-ի գործընթաց։ Ունենք տեխնացու, որը չենք ունեցել, լուրջ եմ ասում ձեզ, 5 տարվա մեջ չենք ունեցել տեխնա, այն որ ձեզ խաբել են 3 տարի առաջ, որ ձեզ անամոթաբար որոշ Հայաստան խմբակցության ներկայացուցիչներ, անամոթաբար նրանցից մեկն էլ գեներալի կոչումով, հելավ ձեզ ափաշկարա խաբեց, ասեց ու միջոմա դրա պատասխանը չի կարող տա։ Խաբեց ասեց impeachment-ի գործընթացի տակ դրել ենք մեր ստորագրությունները, հետո պարզվեց ուղղակի ստում էր այդ մարդը, այսինքն ստախոս էր այդ մարդիկ ստա։ Դες դες խաբել են միջև հիմա առաջին անգամ ներկայացվել է տեխնացու, դրվել է 6 ստորագրություն այդ տեխնացուի տակ, հիմա մնացած process-ն է։ Մնացած process-ը հետեւյալն է. արտախորհրդարանական ուժերի համախմբում, այսինքն արտախորհրդարանական այսպես համախմբումով եւ ճնշում արդեն չմիացած պարլամենտարական պարլամենտային ներկայացուցիչների վրա։ Դա բավական ձեզ ասեմ հեռանկարային մոտեցում է, ինչի կրկնում եմ, որտեղ խոսակցության սկզբում ձեզ պատմեցի, որ Ռոբերտ Քոչարյանի ազդեցությունը քաղաքականության վրա եռակի անգամ նվազել է, քան կար դա 6-7 ամիս առաջ։ 6-7 ամիս առաջ Ռոբերտ Քոչարյանը ասելիքը կշիռ ուներ։ Այսօր Ռոբերտ Քոչարյանի ասելիքը խոսքը ունի 0 արժեք ունի։ Ռոբերտ Քոչարյանը հեղինակազրկեց ինքը իրեն, առաջին հերթին որպես քաղաքական գործիչ նկատի ունեմ, հեղինակազրկեց ինքը իրեն, հեղինակազրկեց իր խոսքը, իր քաղաքական հույսը մնաց այն կվադրոբերների, որը շատ հետաքրքիր ձևով լավ բառ է դա իրականում, բայց հենց շատ ճիշտ նստում է Ռոբերտ Քոչարյանի այդ 18 բաների վրա, կվադրոբերներ, էլի, ռոբերներ, կվադրոբերներ, որոնց չոքած հաչում են։ Հենց մի քանի հատ պարավծոցաներ կան, որոնցից մեկը իդեպ իսլամը ընդունել, իսլամ ընդունած պարավծոցան, մեկը ձեզ կյանքա սովորացնում, թե ոնց անեք, ինչ անեք, բան։ Մյուսին էլ սիրեկան, էլի պարավ կնիկա Մոսկվայում սիրեկանը մտել էր պատուհանից ծեծե ջարդու փշուր էր արել, ընդ որում ֆոտոներն է կայել, այդ դրա ծեծված ջարդված փշրված։ Ու տենց ինչ-որ հիմար կենթանիների հույսին մնալով քաղաքական բաղադրիչը իր տակից գնաց, որովհետև ինչքան էլ ես քննադատեմ օրինակ Իշխան Սաղաթելյանին, իմ քննադատությունը Իշխան Սաղաթելյանին քաղաքական է։ Ես Իշխան Սաղաթելյանին չեմ կարող համեմատեմ, էլի Քոչարյանի հենարան հանդիսացող այդ 18 պարավծոցյանների հետ։ Այսինքն Իշխան Սաղաթելյանը քաղաքական պերսոնաժ է։ Իր քաղաքական գիծը այս պահին կարող է ինձ դուր չգա եւ լինելով ընկեր եւ բավական որպես անձ շատ լավ դրական զգացումներ ունենալով Իշխան Սաղաթելյանի նկատմամբ, բայց ես կներեք իմ կռիվը հայրենիքի կռիվ է, էլի, ես այտենց լիքը ընկերներից եմ հրաժարվել 18 թվից հետո, հիմա հարցը դա չի, բայց շարունակելով ունենալ Իշխան Սաղաթելյանի նկատմամբ ջերմ ընկերական զգացումներ,
ես քննադատում եմ նրա գործունեությունը եւ նրա քաղաքական որոշ քայլերը եւ այլն կամ пассивությունը չգիտեմ ինչ համենայն դեպս ես Իշխան Սաղաթելյանին օրինակ վերեցի Իշխան Սաղաթելյանին չեմ կարող համեմատել Քոչարյանի հետ լնգուլ ավազների հետ ընդհանրապես անկեղծ ասած Հայաստան Խմբակցության ոչ մի падգամավորի չեմ կարող համեմատել ես անհամաձայնություն ունեմ եւ այդ անհամաձայնությունը կարտահայտեմ բայց այդ մարդիկ падգամավորներ են ես դեռ հույսս չեմ կորցնում այդ ամեն ինչ իհարկե ազգային ժողովի լսումների ժամանակ ավելի ակնհայտ կերևա ես հույսս չեմ կորցնում որ մենք կունենանք այդ միավորումը ազգային ժողովի եթե նկատել եք ասենք օրինակ ես նույնիսկ Աղվան Վարդանյանի հետ հանդիպման ժամանակ իհարկե պահանջատիրական դիրքերից էի հանդիպումը ընթանում բայց կոռեկտության սահմանները երբեք չեմ անցել որովհետև ունեմ հարգանք դե բոլոր քաղաքական բան ունեցող ողնաշար ունեցող մարդկանց նկատմամբ այդ թվում նաև Աղվան Վարդանյանի նկատմամբ այսինքն շատ հակասություններ ունեմ բայց չեմ կարծում որ եթե մենք նստենք մի սեղանի շուրջ խոսանք ես իմ ասելիքը ասեմ Աղվան Վարդանյանը պայմանական իր ասելիքը ասի մենք երկուսս էլ կլսենք իրար կարգումենտացվի մեր ասելիքը եւ այլ սենց կլինի բայց այս ուրիշ բանի մասին է 18 հոգ իրականում 18 հաշվել եմ էլի 18 կվադ ռոբերներ են այսինքն ռոբի կվադրատներն են էլի կվադր ռոբերներ չոքած հաչում են ասենք ինձ փողը տալիս են մի հոգի ա Նիկոլական է շատ խնդալուծոց է սա շուտով եթե արդեն մի քիչ բան լինի դրա սկրիներից ունեմ բավական մեծ է մեր հեղափոխությունը բան է 18 թվի հեղափոխություն հիմա ընկեր իրան կոտորում է Ռոբերտ Քոչարյանն ապարխանում մորքուրը հարցը դա չի սրանք ապաքաղաքական հատվածն են այ Ռոբերտ Քոչարյանը ավելի ոնց որ հենարանը իր դրեց այս 18 պրիդուրկների վրա հետեւաբար իր հեղինակությունը քաղաքական մասում իր թիմի ընկավ եւ Ռոբերտ Քոչարյանը եթե իր ասելիքը ծանրակշիռ էր մարտ, ապրիլ, մայիս ամիսներին հիմա Ռոբերտ Քոչարյանի ասելիքը իր թիմի ներսում շատ բան է ցածրարժեք է ասենց ասեմ ձեզ եւ հետեւաբար այստեղից արդեն առաջանում է հնարավորություն այդ մարդկանց հետ աշխատել որտեղ այս ընթացքում հիմա որ հարցնում եք ինչ արեցինք մենք արեցինք այն որ այն մարդը ով որ արգելք էր դրել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գործի վրա պարտված Ռոբերտ Քոչարյանի մասին է խոսքը պարտված Ռոբերտ Քոչարյանի խոսքը մենք հեղինակազրկելով հասցրեցինք այն աստիճան, որ ինքը այդ արգելքը այլևս ամուր պինդը արգելք չի։ Հետևաբար կարելի է դա հաղթահարել։ Արդեն հեղինակազրկված, այսպես ասեմ, խոսքը, որովից արժեք չունեցող խոսքը այլևս չի կարող արգելք հանդիսանալ։ Հա, իսկ այդ հիմա դրան ինչի է դա ակնհայտ երևում, որովհետև այս նույնս impeachment-ի ԱԺ նիստի հետ կապված, եթե տեսնում եք հիստերիկաբար Ռոբերտ Քոչարյանի այդ կվադրոբերներն են, կվադրոբերները, էլի, հիշում եք այդ բառը, բան, այդ չոքած հաչացողներն են հիստերիկացել, այսինքն այդ ծոցաները, այդ մորքուրները, այդ տատիները, ինչ որ, օй, սա վատ բան է, բան, ինչ գիտեմ, խի իրականում իհարկե երբեք չառաջարկելով իրանց ասածը, իրանց առաջարկը, որ մենք բոլորով ազգով նստենք, սպասենք եւ Պուտինը կզանգի Ռոբերտ Սեթրակիչին եւ կասի արի գնա իշխանությունը վեկալ քոննա։ Իմիջիալոց այդ դրանց նաեւ միացավ ստեր տարածող ինչ-որ քաղաքական տեխնոլոգ կար մի հատ, որը երեք տեսա, ասում էր, որ եթե այդ impeachment-ը լինի, եսի ինչ, ապա Նիկոլը կերկարի իր չկա դա սուտ է ժողովուրդ ջան։ Դա լկտի անամոթ սուտ է, այնպես որ այս պահի դրությամբ ես տեսնում եմ երկու ստախոսների խմբակ Հայաստանում։ Դա մեկը բանն է, քաղաքացիական պայմանագրի խմբակն է, որը Նիկոլի հրահանգով լկտի անամոթաբար ստեր է տարածում, նայելով բոլորի աչքերի մեջ, ստեր են տարածում, ապշում ես։ Եվ դա Ռոբերտ Քոչարյանի կվադր ռոբերներն են, ովքեր էլի անտաղանդ, բայց լկտի անամոթ, բայց անտաղանդ ստեր են տարածում։ Հննդե գոնե մի քիչ ինչ-որ sense բան ա դրվում էլի, ասենք, տաղանդ ա դրվում ստախոսության առումով, ես համարում եմ այդ
տաղանդավոր են այնտեղ, էլի, տաղանդավոր ստախոսներ։ Իսկ այստեղ դաժե այդ առումով անտաղանդ է, պրոստը ինչ-որ չորեքթաթ կանգնած ծոցաներ են, պարավ, որոնք հաչում են բոլորի վրա, ովքեր բան են, չեն ընդունում, որ Ռոբերտ Քոչարյանին պետքա կենթանության օրոք սրբադասել։ Իմիջիալով ձեզ ասեմ, նրանք հաչում են, ես վերջերս մոնիտորինգը նայեցի, բոլոր քաղաքական ուժերի վրա հաչացել են, բոլոր, առանց բացառության։ Ես բոլոր քաղաքական ուժերին այդ սկրինները պահել եմ, բոլոր քաղաքական ուժերին, ես իրենց ուղարկելու եմ այդ Քոչարյանի կվադր ռոբերների, չոքած ծոցաների, հաչացող ծոցաների տեքստերը, որպեսզի բոլորը տեղյակ լինեն, որ իրանք բացի Քոչարյանից այլ աստված իրանք ուղղակի չեն պատկերացնում եւ հարցակվում ու սկսում են գզուզգզունալ։ Կրկնում եմ, մեկը իսլամաընդուն է, պաշտոնապես Ռուսաստանում ես բանը մուսուլմանական շորերով նկարները ունեմ մոտս էլի։ Ինչ ասում եմ, դրա տակ նկարներ կան։ Մյուսը եղել է Յարի Նիկոլական, Յարի, այն որ մեր հեղափոխությունը բան ասած գրառումներ արել, 18 թվականի հեղափոխությունը իրանն էր։ Հիմա ներկայանում է Քոչարյանական, հետեւաբար ես կարող եմ ենթադրեմ, որ դա նաև Քոչարյանի հեղափոխությունն է եղել 18 թվականին։ Այն մյուսը вообще Ռուսաստանի քաղաքացի է, մի հատ ճկլասի, ոչ թուրքական վենտիլյատորների զավոդում ես ինչ աշխատում, կրկնում եմ էլի, դրա մի հատ տուն է մտել էին, լավ ծխել էին ընդ բան, դրա նկարներ ունեմ, կստացի ծխված վիճակում։ Այսինքն ինչ-որ դեմքերի բերեք գցելադաշտ, որպեսզի այդպես ինչ-որ դրանք փորձեն բանային։ Հետևաբար այլևս լուրջ քաղաքական ասելիք պարտված Ռոբերտ Քոչարյանը չունի դաշտում եւ հետևաբար մեր խնդիրն ալնելու, որպեսզի առանց այդ ամեն ինչին ուշադրություն դարձնելու մեր ճանապարհով գնանք Նիկոլ Փաշինյանին անվստահություն ենթարկենք։ Ինչա լինելու։ Երբ որ կհայտարարի հանրապետական կուսակցությունը արդեն ազգային ժողովի լսումների օրվա մասին, եթե հիշում եք ժողովուրդ ջան, բոլոր մեր միջոցառումների ժամանակ ես նախապես ասում եմ ժողովուրդ ջան, պետք չի փողոց դուրս գալ, աջակցության կարիք այս պահին չկա, մենք ուղղակի այտենց ասուրիս ենք տալի կամ մենք մի հատ փոքր հանդիպում, պետք չի։ Այ հիմա ասում եմ պետք է։ Երբ որ հանրապետական կուսակցությունը հայտարարում է պատիվ ունեմ կամ չգիտեմ կազմակերպչական առումով անկեղծ ասած տեղեկ չեմ կոնկրետ որ կառույցն է այդ կազմակերպում երբ որ հայտարարում է արդեն օրվա մասին այսինքն ենթադրենք դա պայմանական լինում է սեպտեմբերի 26-ը օրինակ եմ ասում այդ միջև այդ ես հանդես կգամ ուղիղ եթերներով լրատվականներով բաներով ես կոչ եմ անում հիմիկվանից եւ կոչ եմ անելու արդեն կոնկրետ օրվա հետ կապված, թե ես, թե Էդգար Ղազարյանը, ովքեր ձեր աչքի առաջ ամիսներ շարունակ, այս թեման բերել ենք դաշտ, փորձել ենք այդ թեման ամեն կերպ անեն, ստեյց են հանեն, դուց ենք մտեն, դուց ենք շպրտեն, դուց ենք փորելով եկեն, դուք վերևից եք իջե բան։ Տեսնում եք Էդգար Ղազարյանը ամեն օր համառությամբ գնում է բան ազգային ժողով այդ իմպիչմենտի թեմայով հանդիպումներ ազում ու ամեն օր թռած են իրանից այնտեղ։ Այ հիմա մենք Ձեզ կոչ կանենք շիրելի ժողովուրդ, այդ օրը հավաքվել ազգային ժողովի դիմաց մեր ներկայությամբ աջակցել իմպիչմենտի օրակարգի քննարկմանը ազգային ժողովի պատերի ներսում։ Մեր ներկայությամբ ազգային ժողովի դահլիճում հավաքված մեր ընդդիմադիր էլիտային տալու այն մեսիջը, այն կարևոր ոնց որ հաղորդագրությունը, որ մենք ուզում ենք, մենք սատարում ենք իմպիչմենտի օրակարգը եւ մենք ուզում ենք, որպեսզի Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն, իսկ դրա միակ ճանապարհը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու օրակարգն է։ Սա է, մինչև այդ դուք խնդրում եմ ժողովուրդ հիմա հանձնարարություն եմ տալի, ֆիքսեք կոնկրետ թե ովքեր են հիստերիկացած հարցակվում իմպիչմենտի վրա, անպայման ֆիքսեք, այդ հիմնականում ծոցաներ են տենց, ֆիքսեք, որ ճամբարից են, իրանք հիմնականում, ոչ թե հիմնականում բացառապես պարտված Ռոբերտ Քոչարյանի ճամբարի ծոցաներ են, կվադր ռոբերներն են, եւ այդ մասը ֆիքսեք, որովհետեւ լսումների հաջորդ օրվանից շատ ավելի կտրուկ եւ սուր գնահատականների դաշտ է բացվելու, շատ ավելի, այսպես ասեմ, կոշտ քաղաքական
փուլ ենք մտնելու։ Եթե մեզ կհաջողվի ընդդիմությանը համախմբել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգի շուրջ, ես կլինեմ ուղղակի աշխարհի ամենաերջանիկ մարդը։ Եթե ընդդիմադիրներից որևիցե մեկը կհրաժարվի եւ նրանց պատճառով չի լինի այդ միասնությունը, այդ ընդդիմադիրի հետ կվարվենք շատ վատ, անխնա։ Այլևս նա էլ ընդդիմադիր չի, նա ԿՊԱ-ականից բացարձակապես չի տարբերվելու, նրան վերաբերվելու ենք որպես Նիկոլ Փաշինյանի հանցակից, որպես մարդ, ով երկարացնում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական կյանքը եւ այլն եւ այլն եւ այլն։ Սա որպեսի իմանանք, այսինքն մենք այդ բաներից հետո ազգային ժողովի այդ պարլամենտական լսումները շատ կարևոր են, իրանք հանրային քննարկումներ են, մենք հանրությանը ցույց ենք տալու, թե ինչ ենք ուզում։ Եվ եթե կան ընդդիմախոսներ, խնդրեմ թող գան, ասեն ախպեր, դուք սա սխալ եք ուզում, այս սա պետք է անել։ Ես էլ եմ համաձայն։ Կգնամ կանեմ այն ինչ որ ուրիշ առաջարկ կլինի, բայց այս պայմանությամբ այլ առաջարկ չկա, կա միայն Նիկոլին անվստահություն հայտնելու առաջարկ։ Այսքան այսօրվա համար, լավ եղեք, կհանդիպենք։